Սիրելի սովորողներ, ո՞րն է այսօրվա մեր դասի թեման։ Ահա, շատ լավ։ Ուրեմն այսօրվա մեր դասի ընթացքում մենք կստեղծենք կամուրջներ 18-րդ դարի մեծ երգչի, մեծ աշուղի և ժամանակակից թվային իրականության միջև։ Տեսնենք ինչպես դա կարող ենք իրականացնել։ Այսօրվա մեր դասի ընթացքում մենք կիրառելու ենք շրջված դասարան մեթոդը։ Սա նշանակում է, որ դուք նախապես ուսումնասիրել եք նյութերը, որոնք ես ձեզ ուղարկել էի կամ ուղղակի դուք փնտրել եք գտել եք համացանցից և ներկայացնելու եք խմբերով։ Բայց մինչ այդ ես կուզեմ իմանալ, թե ինչ աղբյուրներից եք օգտվել դուք նյութը ուսումնասիրելու համար։ Խնդրեմ Սուսանե։ Աշխարհացույցի համապատասխան էջերից։ Ահա, շատ լավ է, ապրեք։ Մանեթանական։ Շատ լավ, Վիկիպեդիայի։ Ահա։ Շատ լավ, ապրեք։ Շատ լավ։ Այսինքն այստեղ շատ կարևորում ենք ինչ երեխաներ, որ առցանց տեղեկատվություն օգտագործելիս անպայման ինչպիսի աղբյուրներ օգտագործել։ Հավաստի ապրեք, վստահելի աղբյուրներից, ինչպես տեսա, այո, շատ ապրեք, դուք օգտագործել եք ուրեմն վստահելի աղբյուրներ։ Ես ձեզ համար նաև հոլովակ էի տեղադրել մեր թիմ սարքակում։ Արդյոք դիտել եք բոլորը։ Ահա, շատ լավ երեխաներ։ Իհարկե, քանի որ աշխարհացույցից եք օգտվել, այստեղ ևս հոլովակներ կային, կարծում եմ այդտեղ հոլովակները ևս դիտել եք։ Շատ լավ, ապրեք։ Հիմա երեխաներ, ուրեմն այսօր դուք բաժանվել եք 4 խմբերի և յուրաքանչյուր խմբի համար պետք է մտածել անվանում և այն ուղղությունը, որով ուզում է աշխատել, այսինքն գործունեության ուղղությունը։ Հիմա նախ ներկայացրեք ձեր անվանումները և ուղղությունները։ Տեսնենք ով ինչ է որոշել։ Տեսեք այս խմբից, խնդրեմ։ Մենք մեդիա հետազոտողներն ենք, պատրաստել ենք Սահիկաշար Սայեդնովայի կյանքի մասին և նրա մասին հետաքրքիր տեղեկություններ ներառել այնտեղ ու պատրաստենք ներկայացնել մեր դասընկերներին։ Շատ լավ, ապրեք։ Թվային արվեստագետներ խումբն ենք, պատրաստել ենք ուսուցողական խաղակահույքի ձևով և արհեստական բանականության միջոցով երգ Սայեդնովայի աշխարհամսախչի քաշի ստեղծագործության հիման վրա։ Շատ լավ, կեցեք, շատ լավ գործ եք կատարել, դուք 18-րդ դարի ստեղծագործությունը համադրել եք արհեստական բանականությանը, այսինքն 21-րդ դարի գործիքի հետ, շատ լավ է։ Հիմա անցնենք 3-րդ խմբին։ Մենք սոցիալական կապուջներ խումբն ենք, մենք ստեղծել ենք կապ ներկայի և անցյալի միջև և նամակ ենք գրել Սայեդնովային։ Շատ լավ, ապրեք, հիանալի է։ Հիմա նստենք 4-րդ խմբին։ Մենք ապագայի առաջնորդներն ենք ու մենք կատարել ենք Սայեդնովայի ստեղծագործությունների արտիականացում։ Շատ լավ, ապրեք։ Շաշալի սիրելի երեխաներ, այժմ մինչև ձեր նախագծերի ներկայացումը նախ տեսնենք արդյոք ամուր են ձեր հիմքերը։ Ինչպես եք սա ստուգելու։ Այդ նպատակով ես Learning-Aids հարթակում ձեզ համար պատրաստել եմ ով է ուզում դառնալ միլիոնատեր խաղ։ Այժմ դուք կբացեք QR ծածկագիրը, որը ես տեղադրել եմ էկրանին, և կխաղաք խմբերով։ Յուրաքանչյուր սեղանին կլինի միայն մեկ սարք միացված, որովհետև աշխատանքը լինելու է խմբային։ Եվ տեսնենք, արդյոք կարող եք բոլոր հարցերին պատասխանել։ Սայեդնովա, ծննդյան թվական։ Երգչի առաջին կենսագիրը Գևորգ Ախվերդյանն էր։ Նա առաջարկել է նրա ծննդյան 1712 թվականը։ Դա հետագայում վիճակվել է և տարբեր փաստարկների ու հաշվարկների հիման վրա առաջարկվել են ծննդյան նոր թվականներ 1711-ից 1726-ի սահմաններում։ Սայեդնովայի ծննդյան թվականը առանձին վերլուծության է ենթարկել նաև Պարույր Սևակը, որը առաջարկել է նրա ծննդյան 1722 թվականը։ Ներկայումս դա է ընդունվում։ Կարծիքով երգիչը սկզբից ևեթ ընդունել է Սայեդնովա գրական կեղծանունը, որը տարբեր ուսումնասիրողներ տարբեր ձև են բացատրում, համարել են պատկերից երգի ձայնի որսորդ կամ սիրահար, կա նաև ավելի քիչ հավանական տարբերակ Սայաթի հոր, այս դեպքում հնարավոր է, որ Սայեդնովայի պապի անունը Սայաթ է։
Սայեդ Նովայի մանկությունն ու պատանեկությունն անցել է Թիֆլիսում, նրան 12 տարեկանից ուղարկել են գյուղացիությամբ եւ կար ժամանակում շատ է հմտացել եւ սկսել է ինքնուրույն պատրաստել անհրաժեշտ սարքավորումները, երգը եւ երաժշտությունը նրան գրավել են շատ փոքր ժամանակվանից եւ 30 տարեկանում նա արդեն ամբողջ ժողովրդին ներկայացնում էր իր ստեղծագործությունները, սովորել է գրել կարդալ հայերեն, վրացերեն, իմացել է նաեւ արաբերեն, այբուբենը։ Պատմություն մեդիա հետազոտողներ, դուք ցույց տվեցիք տեղեկատվությունը մշակելու հիանալի հմտություններ, կեցեք, ապրեք, կարող զբաղեցնել ձեր տեղերը։ Այժմ մենք կներկայացնենք Սայեդ Նովայի աշխարհն ու սաղչին քաշի ստեղծագործության հիման վրա ստեղծված երգը, որը պատրաստել են կարիստական բանականության օգնությամբ։ Այժմ ներկայացնենք մեր նամակ ուղղված Սայեդ Նովային։ Սիրելի Սայեդ Նովա, ձեզ ուղղված այս նամակը գալիս է 3 տարի վեր ձեզնով հիացած ապրող ժողովրդի կողմից եւ սրտանց։ Դուք պարզապես միաշուկ չեք, դուք մի աստվածատուր շնորհով երգահան եք, ու ստեղծագործությունները լցված են սիրով, ցավով, իմաստությամբ եւ խոր զգացմունքներով։ Ձեր ստեղծագործությունները այսօր շարունակում են ապրել եւ հնչել։ Դրանք չեն սահմանափակվում միայն ձեր դարով։ Դրանք խոսում են այն արժեքների մասին, որոնք երբեք չեն կորցնում իրենց դերը կյանքում՝ սեր, հավատ, կարոտ, մարդ լինելու անհասական գեղեցկություն։ Դուք արժանավորված եք եղել ձեր մահից դեռ տարիներ հետո ևս։ 1913 թվականին Հովհաննես Թումանյան եւ Գևորգ Փաշինջանյանը Թիֆլիսում ձեր 200-ամյակին նվիրված միջոցառում են կազմակերպել։ Միջոցառումից ստացված ամբողջ հասույթը ամբողջությամբ տրամադրվեց ձեր մահարձանի կառուցմանը։ 1914 թվականի մայիսի 15-ին Թիֆլիսի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում բացվում է ձեր հուշաքարը եւ սահմանվում վարդատոնը, որը նշվում է մինչ օրս, մինչև 2026 թվականը։ Հանդիսության ժամանակ ձեր երկրպագուները վար կարմիր վարդեր են դնում ձեր հուշաքարին, եւ վերջին տարիներին տոնակատարությամբ ելույթ է ունենում Վրաստանի ժողովրդագրական արտիստ Մուկուջ Ղազարյանի գլխավորած եւ ձեր անունը գրող Սայեդ Նովա անսամբլը։ Շատ հուզիչ նամակներ եք գրել, դուք կարողացաք անձնական երկխոսություն ստեղծել մեծ բանաստեղծի հետ։ Դուք Սայեդ Նովայի մեջ տեսար մարդու, ով չէր վախենում լինել տարբերվող մի ժամանակի մեջ, շատ ապրեք, շատ լավ։ Սիրելի երեխաներ, ես ձեզ համար պատրաստել եմ հարցեր, որոնք զետեղված են աշխատանքային թերթիկների վրա։ Այժմ կբաժանեմ թերթիկները եւ կլսենք ձեր պատասխանները։ Ապագայի առաջնորդներ, մեդիա հետազոտողներ, թվային արվեստագետներ եւ սոցիալական կառույցներ։ Հարց առաջին. Ինչ տարբերություն տակ դասագրքի եւ ձեր գտած լրացուցիչ աղբյուրի միջեւ։ Մենք Վիկիպեդիայից ենք գրել եւ այնտեղ ավելի շատ տեղեկություններ կար, քան գրքում։ Ինչպես նաև հակասություններ առաջացան նրա ծննդյան թվականի վերաբերյալ եւ թե ինչ իրավիճակում է մահացել Սայեդ Նովան։ Հարց 2. Ո՞րն է Սայեդ Նովայի կյանքի այն գաղտնիքը, որը նրան դարձրեց անկրկնելի։ Նրա կարծիքը բազմամշակութայնություններ։ Նա կարողացավ միավորել 3 տարբեր լեզուներ, թուրքերեն, վրացերեն եւ հայերեն, նաեւ 3 տարբեր մշակութային ավանդություններ եւ ստեղծելով նոր համամասկային լեզու։ Շատ լավ Նա կամուրջեր ժողովուրդների ու մշակույթների միջև եւ նրա արվեստը չուներ սահմաններ։
Այո, շատ ապրեք։ Դա նաև առաջիններից էր, ով աշխուղական երգը տարավ բալա, տարածեց այնտեղ, իսկ հետո տարածեց նաև ժողովրդի մեջ։ Շատ ապրեք, այո, շատ լավ պատասխաններ տվեցի։ Արհեստական բանականություն տվեց մեզ երաժշտական ռիթմը, բայց արդյոք մենք կարողացանք հասկանալ Սայաթ-Նովայի խաղայի մեջ թաքնված սիրո և ցավի խորությունը։ Ըստ ձեզ, ո՞րն է մաքսի ստեղծագործողի արժանությունը մեդիանայական ստեղծագործության նկատմամբ։ Շատ լավ, լսեք Նինային։ Մաքսի ստեղծագործողի սիմվոլորի ներմուշկաթունները տալիս է երկրները, որ երգերան խաղողներով նույնիսկ ամենապարզունակ երգի։ Իսկ արհեստական բանականությունը, քանի որ ցավոքսերի չունի հույզեր, չկարողանում է իր ցավոքները փոխանցել երաժշտության։ Այո, շատ ճիշտ է։ Հավամիտ եք երեխաները։ Այո։ Իհարկե, արհեստական բանականությունը կարողանում է այդ գործողությունները կատարել, բայց մարդկային հույզեր չունի։ Բնականաբար ապրեք, հաջորդ Եթե հարցը։ Սայաթ-Նովան լսարի խոսքի է արհեստական բանականության մագնիսման, ինչ կասեք ձեզ։ Որպեսզի պատասխանեմ, խնդրեմ։ Իմ կարծիքով ներդրումն բայց ճիշտ է, որ տեխնոլոգիան լավ գործիք է մարդկային զգացմունքը տեղացնելու համար։ Շատ լավ ապրեք։ Մարիամ։ Նա կզարմանար, որ իր դավթարը այժմ հնչում է թվային տեխնիկայով, բայց կուրախանար նրա համար, որ իր երգերը կենդանի են և կարողանում են հնչել առանց քամանչայի մարդու ստեղծած նորագույն գործիքներով։ Շատ ապրես, այո, ճիշտ է։ Բայց հաստատ կզարմանաք, դուք պատկերացնում եք 18-րդ դար եւ արհեստական բանականություն։ Հավանաբար նա կժետար ասել սովի հոգիվար։ Շատ լավ պատասխան է։ Ապրեք։ Հիմա լսենք մյուս Ձեր նամակում դուք Սայաթ-Նովային դիմում եք որպես ժամանակակցի։ Եթե նա այսօր լիներ մեր կողքին, ինչ սոցիալական խնդրի մասին կբարձրացնեներ իր երգերով, հաշվի առնելով նրա անկաշար ու ազնիվ տեսակը։ Նա կբարձրացներ այն մասին, որ աշխարհը դարձել է ավելի եսասեր։ Այո, ճիշտ է։ Սայաթ-Նովան խոսում է էրգանության փոփոխությունների նախքան դարձել փոփոխությունների մասին եւ դառնա եւ պատասխանական կողմերով։ Լավ։ Եթե նա կարողանար ձեզ պատասխանել ներկայով, նրա որ հավիտողությունները այդ պատասխանը։ Ամեն մարդ չի կանակարդային իր ուրիշ գրել է։ Այստեղ Սայաթ-Նովան մեզ փորձել է ուշել, որ իր բոլոր խոսքերի մեջ պետք է գտնել խոր իմաստներ եւ որ նա գնահատում է նրան, ովքեր ցույցում են այդ խոր իմաստները։ Շատ լավ, ապրեք, շատ լավ։ Ես կարող եմ առաջինացում բավարարել։ Կարող եք ներեք խոսել այն մասին, որ աշխարհում դեռ կա անարդարություն, որովհետև որոշ երկրներում կանայք նույնիսկ դրական կրթություն ստանալու իրավունք չունեն։ Այո, շատ ապրեք, կեցես։ Շատ լավ է, ապրեք, լավ պատասխաններ։ Հարց առաջին Սայաթ-Նովան տիրապետում է մի քանի լեզուներ, կարողանում է հաշտեցնել տարբեր մշակույթներ։ Ինչպես կարող է նա այս առաջնորդ հատկանիշը օգնել մեզ առօրյա գլոբալացված աշխարհում կոնֆլիկտները հոգելու համար։ Լսում եք Սամնային։ Հիմա շատ տարածված է, որ օտարների ուրիշ ազգի մշակույթի եւ ավանդույթները համարում է կամ թշնամական կամ անհասկանալի։ Սայաթ-Նովայի ստեղծագործությունները բառօրինակ են, որպեսզի այդ ու նրա մտածելակերպը բառօրինակ են, որպեսզի այդ մտածելակերպը ու այդ կարծիքները կոտրվեն։ Այո, շատ ապրեք, շատ ճիշտ է։ Հարց երկրորդ. Որն է Սայաթ-Նովայի այն դասը, որն օրվա առաջնորդները պետք է ողջունեն։ Խնդրեմ, Սվետա։ Անկողմնակալությունը եւ արդարությունը, որը շատ կարևոր է այսօրվա համար, ցանկացած առաջնորդ պետք է լինի խոհեմ եւ մտնի իր ժողովրդի դրության մեջ եւ լինի առանց իր որևէ խտրականությունների եւ նրա հայտ ուտողները, որը այսպես է, աշխարհը մեր փանջարա է կամ աշխարհը մի պատուհան է, ցույց է տալիս, որ ցանկացած փառք եւ իշխանություն անցողիկ է, մնալու է վերջում միայն նրա բաղվածքը եւ Արժեքներ, չէ՞։ Այո, մարդկային արժեքներն են մնայուն։ Ասենք մի քանի մարդկային արժեք, օրինակ, այդ ինչ է կարող Սայաթ-Նովան։ Այո, անբարություն, ազնվություն, սեր, ապրեք, այո, սրանք են մնայուն։ Շատ ապրեք, շատ լավ պատասխաններ հնչեցին։ Ապրեք, բոլոր խմբերի պատասխանները լավն էին, ապրեք։ Հիմա ինչ են կարում երեխաներ։ Ես հավանեցի բոլորի պատասխանները, բայց ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը նաև, որպեսզի ձեր կարծիքն իմանանք, կատարենք խաչաձև գնահատում։ Ինչ ենք անելու, յուրաքանչյուր խումբ կգնահատի մյուս խմբերին, այսինքն իրենց երկրին։ Ձեր մեդիա հետազոտողներ խմբեր։
Մեր մեդիա հետազոտողները շատ հավանեցին ապագայի առաջնորդներ խմբի աշխատանքը, նրանք արդիականացրին Սայաթ-Նովային և ներկայացրին մեզ շատ անկրկնելի աշխատանքեր։ Մեզ շատ դուր եկավ նաև այն, որ նրանք խոսեցին մարդկային արժեքների մասին, որը ներկայումս շատ կարևոր է։ Շնորհակալություն հայտնենք ապագայի առաջնորդներին։ Շատ լավ։ Մեր թվային արվեստագետների խումբը հատկապես հավանեց սոցիալական կամուրջներ խմբի աշխատանքը, քանի որ նրանք իսկապես վերցրել էին այն բոլոր թեմաները, որոնք շատ դատիական ու կարևոր են եւ 18-րդ դարում եւ ներկայիս ժամանակներում եւ իսկապես նրանք կամուրջներ էին տարել 18-րդ դարի եւ ներկայիս ժամանակների միջեւ։ Շնորհակալություն։ Շատ լավ։ Լսենք սոցիալական կամուրջներ խմբին։ Մենք բոլորի աշխատանքներ շատ հավանեցինք, բայց հատկապես հավանեցինք մեդիա հետազոտողների աշխատանքը, որովհետև նրանք կատարել էին մեծ հետազոտական աշխատանք, տարբեր տեղերից տարբեր փաստեր էին գտել եւ դա մեծ աշխատանք է եւ մենք դա շատ գնահատում ենք։ Շատ լավ, ապրեք։ Մենք հետազոտեցինք բոլոր աշխատանքները, բայց ավելի շատ թվային արվեստագետներինը, քանի որ արվեստական բանականությունը եւ ChatGPT-ն հիմա բոլոր ճանաչողների մասն է եւ առանց դրա դժվար է պատկերացնել։ Եվ 18-րդ դարում իհարկե դժվար կլիներ դրա մասին հասկանալ եւ մտածել, որովհետեւ հիմա շատ աներևակայել ետքում։ Այդ իսկ պատճառով շատ հավանեցինք, որ անդրադարձել են այդ թեմային։ Շատ լավ, ապրեք, այո։ Այժմ մի հատ բոլոր խմբերին երեխաներ։ Ինչ եք կարծում, եթե Սայաթ-Նովան ապրեր այս մեր դարում եւ ունենար սոցիալական էջ, որը կլիներ նրա կարգախոսը ըստ ձեզ։ Խնդրեմ, Սուսանա։ Քանի որ նա ունի հետևյալ ստեղծագործություն, աշխարհի հանրային կամ աշխարհի պատուհաններ, կարծիքով դա կլիներ իր Աշխարհի հանրային։ Լավ, ընդունեցինք, տեսնենք մյուս խմբին։ Սմանե ջան, լսենք Հիվոնային։ Արդարությունը սրտի մաքրությունից հեծում։ Շատ լավ, Տիգրան։ Արդյոք ուժերս։ Շատ լավ։ Նարե ջան, ասա։ Լեզուները տարբեր են, բայց սիրտը նույնն է։ Դա, ուզնարին։ Արվեստը մարդկանց միջև կամուրջ։ Այո, դերասապարտախոսներ են։ Արդարության քամարիչ Հաստավից։ Ամպրոյս, այո, որտեղ արդարության ունետիկ էր։ Ռայա ջան, ասա տեսնեմ։ Հավիտենավոր կամ։ Շատ լավ։ Այո, ապրեք շատ լավ կարգախոսներ առաջարկեցի։ Հիմա սիրելի երեխաներ, նախքան զանգի հնչելը, եկեք մի պահ լռենք եւ թույլ տանք, որ խոսի հենց ինքը, վարպետը։ Թող այս մեղեդին ձեզ ուղեկցի դասասենյակից դուրս եւ հիշեցնի, որ սերն ու բարությունը միակ արժեքներն են, որոնք ժամանակ չեն ճանաչում։ Իսկ ձեզ շնորհակալություն ձեր դատողությունների եւ ինքնուրույն խոսքի համար։